մեծ հանրահավաք է, տեսնում ենք, նախ ներկայացրեք խնդրեմ, Արցախցին եկել է Ազատության հրապարակ իր որ բողոքը ներկայացնելու, որովհետև կարծում եմ Արցախցին իր բնորան հայրենիքը կորցրած բազմաթիվ ասելիք ունի, ասելիքները շատ են հայրենիք կորցրած Արցախցու համար, եկել եք կոնկրետ այս հավաքին ձեր որ խոսքն ասելու աշխարհին, Հայաստանին, իրուր բոլորի։ Շնորհակալություն, Արցախցին ունի մի շարք հիմնախնդիրներ, այստեղ նախ եւ առաջ հավաքվել են արցախցիները մեր ընդհանուր բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ, այն որ մեր ցանկացած հարց ինքը սոցիալականացնում է, իջեցնում բավականին ցածր մակարդակի, մեզ զրկելով հավաքական տունդարձի իրավունքից, մենք պիտի մեր միասնական ձայնը բարձրացնենք Արցախը մեզ վերադարձնելու եւ մենք Արցախ վերադառնալու խնդրով, բացի այդ պիտի հարց բարձրացնենք մեր գերիներին Ադրբեջանից վերադարձնելու կապակցությամբ, անթույլատրելի է որ Թշնամի պատության բանտում այսօր գտնվում են հայ գերիներ ու նման պարագայում չի կարա լինի ոչ մի խաղաղություն, չի կարող կնքվել ոչ մի խաղաղության պայմանագիր։ Հայաստանի Հանրապետության իշխանավորները իրավունք չունեն փակելու Արցախյան հարցը, չի հասկացվում 2022 թվականին հոկտեմբերի 6-ին Պրագայում Արցախը ճանաչելով որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ապա իբրև ժողովրդավարական պետության ղեկավար արցախցիներին ճանաչելով իբրև փախստական, տալով իբրև փախստականի կարգավիճակ, ինչու եմ իբրև ասում, որտեղ այն միջազգայինորեն չի գործում, սրանով ինքը աշխարհին ցույց է տալիս, որ իբրև մարդասիրական ժողովրդավար պետություն է, սակայն իրականում ինքը օգտագործում է նաև միջազգային հանրությանը արցախցիների իրավունքները չեզոքացնելու համար, այսինքն որպեսզի արցախցիները չկարողանան այլ պետությունների հետ որևէ տեսակի հարաբերություններ, իրավական կամ այլ կարգի հարաբերությունների մեջ մտնել։ Ինքը սոցիալականացնում է, չի կատարում հենց ինքը իր փախստականի այդ օրենքով Հայաստանի Հանրապետության ընդունված բնակապահովման ծրագիրը, որով փախստականի նախ եւ առաջ դե եթե ճանաչել է փախստական, մեր անձնագրերը ինքը անվավեր է ճանաչել, չի ճանաչում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, հետեւաբար մեզ իջեցրել է փախստականի կարգավիճակի, հետեւաբար ինքը պիտի բոլորին ապահովի ժամանակավոր կացարանով, մինչեւ հիմնականով ապահովելը, այլ ոչ թե սեպխրի հայաստանցի, արցախցի հարաբերություններում։ Բացի այդ ինքը սոցիալականացրել է, տալիս է ինչ-որ 40+10,000, որը չի տրվում Հայաստանի Հանրապետության բյուջեից, այն վճարվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասամբ Կարիդաս հիմնադրամի եւ մասամբ միջազգային կազմակերպությունների կողմից եւ համայն աշխարհի քաղաքակիրթ երկրները, ովքեր սատարում են մեզ, ովքեր գումարներ են ուղարկում Հայաստանի Հանրապետություն արցախցիների համար, դա Հայաստանի պետական բյուջեն չի, որով Հայաստանի իշխանավորները փորձում են սեպխրել հայաստանցի եւ արցախցի հարաբերությունների մեջ, ասելով թե իբրև բյուջեի գումարները ուղղվում են արցախցիների համար։ Ոչ, նման հարց չկա, իրենք արցախցիներին դրել են այնպիսի վիճակի մեջ, բավականին մեխանիկորեն շուկայական գները բնակարանների բարձրացնելով, մեխանիկորեն արցախցիներին դնելով անելաների վիճակի մեջ, որպեսզի արցախցիները չկարողանան ուշքը գլուխները հավաքել, այսպես ասած ճակերտավոր, քաղաքական պայքարի մեջ ներգրավվելու եւ Արցախ հավաքական վերադարձ հիմնախնդիրը ակտուալ պահելու համար։ Սա է Հայաստանի Հանրապետության իշխանության այսօրվա դիրքորոշումը եւ ազգային ժողովում այն հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի թե Ղարաբաղի հարցը իբրև փակված է, ինքը չի կարող Ղարաբաղի հարց փակի, Ղարաբաղի հարցը բացել ու փակել կարող է միայն Ղարաբաղցին, Արցախցին եւ Արցախցին չի փակել ցանկացած պահի ինքը եւ կբացի եւ կշարունակի քաղաքական տեսանկյունից իր բոլոր հարաբերությունները եւ հավաքական տունդարձի խնդիրը մենք դեռ չենք այդ հարցը չենք լուծել։
Տիկին Հակոբյան, դուք նաև համահայկական ճակատ շարժման անդամ եք, բազմաթիվ անգամ կլոր սեղաններ եք իրականացնում, կազմակերպում, կլոր սեղանների ժամանակ շատ անգամներ ձեր հյուրերը լինում են հենց արցախցիներ, հայտնի գործիչներ, տնտեսագետներ, մանկավարժներ, կրթական ոլորտի, տարբեր ոլորտների անձիկ եւ հնչեցնում եք արցախցիներին վերաբերող սոցիալական լրջագույն խնդիրներ։ Այս պահին բողոքի այս ալիքը նաև պայմանավորված է հիմնականում հիմքում սոցիալական խնդիրն է, որովհետև գալով Հայաստան արցախցին չկարողացավ այս իշխանությունները ավելի ճիշտ վարեցին այնպիսի մի քաղաքականություն, որի արդյունքում արցախցին կունենար բնակարան, կունենար աշխատանք եւ տպավորությունն այնպիսին է, որ ամեն ինչ արվում է, այսինքն վարվող քաղաքականությունը ուղղված է, որ արցախցին հեռանա Հայաստանից, արցախցին գաղթի։ Դուք ինչ կասեք այս առնչությամբ։ Իրոք սա միտումնավոր է արվում, դնելով անելանելի վիճակի մեջ, ինչ որ անհասկանալի մինչև 2024 թվականի դեկտեմբերի ավարտ տվել են 40+10, որը չի բավարարում մինիմալ անգամ կենսապահովության պայմանները, անունը դրած իբրև բնակվարձ եւ կենսապահովության պայման, այն դեպքում, երբ բնակվարձերը մենք գիտենք շուկայական տատանվում է միջինը 200,000-ի սահմանում եւ նման գումարները չեն կարող բավարարել արցախցու կարիքները, այն էլ այս 2025 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31 դարձվել է 50,000, ապա ապրիլի 1-ից այս գումարները կվերացվի, ինչ որ անհասկանալի քողի ներքո 40+10, այն էլ 3,000 հոգու տրվելիք, ինչ որ 14 միավոր ապահովող, թե այդ 14 միավորը, որ արցախցուն է տալիս, չէ որ արցախցին ինքը ճանաչել է ոչ ՀՀ քաղաքացի եւ արցախցին չի կարա լինի փարոս իրենց սոցիալական ծրագրերի շահառու, հետեւաբար այդ 14 միավորը ինչպես պիտի շահարկվի արցախցու պահով, դա էլ է անհասկանալի, ու եթե ինքը հիմա հայտարարում է անցկացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու մինչև 100,000 վերադարձ է կատարում կրթության, առողջապահության կատարած ծախսերի պահով, ապա արցախցիներին այդ հայտարարումն էլ չի անում միտումնավոր, որովհետև արցախցին ոչինչ չունի հայտարարելու, հետևաբար նրան ինքը ինչքան պիտի վերադարձնի, որ կարողանա փակի այդ բացերը, այդ պատճառով էլ միտումնավոր է Հայաստանի Հանրապետության իշխանության ողջ քաղաքականությունը, թե 50,000-ների պահով, թե այսպես ասած անիրատեսական տխրահռչակ բնակապահովության իրենց ծրագիրը, որով ինքը փորձում է արցախցիներին բանկերից կախման մեջ պահել, գերության մեջ, ընդ որում հավելեմ, որ նույնիսկ արցախցիներին վարկել չեն տա, որ այդ գումարներին, որոնք չեն բավարարում համապատասխանում շուկայական պահանջներին, որպեսզի ինքը կարողանա անգամ վարկավորման պայմաններում դրանից օգտվի։ Հետևաբար այս ամենը արվում է միտումնավոր, որպեսզի արցախցին պարտադրված լքի Հայաստանի Հանրապետության սահմանը։ Իսկ մենք էլ կոչ ենք անում, թող ինքը հրաժարվի մեզնից, իլուր աշխարհի, որպեսզի իր մարդասիրական ժողովրդավար կերպարը չեղարկվի։